Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Հարցը չզեկուցվող է։ Համաձայն որոշման կարիքավոր այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից, կարող են դիմել աջակցության համար։ Տրամադրվող աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար կկազմի 40,000 դրամ։ Սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 10,000 դրամ։ Աջակցությունը կտրամադրվի ապրիլից մինչև տարեվերջ։ Անցնելով զեկուցվող հարցերին, գործադիր մարմինը քննարկեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նախագիծ, ըստ որի օտարերկրյա ֆիլմ արտադրողները Հայաստանում ֆիլմ նկարելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35%-ը, զեկուցում է նախարար Անդրեասյանը։ Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում տնտեսական գործունեությունը ակտիվացնել, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոլորոտի մասնագետների մրցունակության բարձրացմանը, ֆիլմարտադրության զարգացմանը։ Նախարարը տեղեկացրեց, արդեն կնքված հուշագրեր ունեն Netflix-ի հետ, և այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ պայմանավորվածություններն անցնեն գործնական հարթություն։ Կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ ևս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները իրենց համար նաև այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն։ Գյուղատնտեսության ոլորտում համաֆինանսավորման հերթական որոշումն է ներկայացնում էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Կառավարության որոշման նախագծում ներառված են անասնաբուծության խթանման ուղղված հետևյալ ծրագրերը՝ խելացի անասնաշենքերի կառուցում և տոհմային տաղարաբուծության զարգացում։ Նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ այս նախագծում իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ, մասնավորապես շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևապես նաև փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել, օրինակ եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 միլիոն դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Խոջոյանը նշեց, խելացի անասնաշենք կառուցելու համար դիմել է 400 ֆերմեր, բայց նրանցից 100-ի հետ է էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր կնքել։ Կառուցվել է 58 անասնագոմ։ Ծրագրից հանվել է 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար անասնագոմ կառուցելու համաֆինանսավորման կետը։ Փոխարենը նոր առաջարկներ են մշակվել։ Հիմա առաջարկում ենք ևս 3 մոդել, 20-ից 25 գլուխ, 40-ից 45 գլուխ եւ երրորդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանիների պահվածքի համար։ Փաշինյանը կատարված աշխատանքներից կրկին գոհ չէ։ Ասիկ 900 միլիոն դրամ, 925 միլիոն դրամ անասնաշենքերի փոխհատուցման ծրագիր։ Ընդհանուր բոլոր 4 տարվա ընթացքում 900 Այո, միլիոն։ ընդհանուր 920։ Տեսացույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Խնդիրն է նա, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, եւ մեր սովորական այդ պատկերացումները դահլիճային կամերային պատկերացումները իրականության հետ չեն բռնում։ Կրթության բացակայություն։ Այստեղ պետք է խնդիրը փնտրել, ասում է գործադիրի ղեկավարը։ Այստեղ մենք լրիվ ուրիշ խնդիր պետք է լուծենք, բայց ինչքան էլ դաժան բան է հնչում, մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, այդտեղ սա արդեն մի քիչ ոչ թե մի քիչ, այլ մեծամասամբ կրթության ոլորտի հարց է։ Հանրակրթության մասին չեմ ասում, այլ խոսում եմ
հանրակրթության, բայց ոչ դպրոցական եւ բանի։ Մեր բոլորի կրթության, որովհետեւ առաջինը գիտելիքն է։ Որովհետեւ հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանա, դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես որ դա գիրք է, երկրորդ ձեռդ չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։